Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանը 2 ամսով կալանավորվել է, որոշումը կայացրել է Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը։ Արգելված են տեսակցությունները Սրբազանի հետ բացառապես մերձավոր ազգականների եւ պաշտպանների։ Փաստաբանները դատարանի որոշումը բացահայտ ապօրինի են որակել եւ պատրաստվում են բողոքարկել այն։ Միանշանակ դատավորը անկախ չէր, իրեն հայտնված բացարկները հիմնավոր են նա մերժեց եւ վստահ եմ, որ հենց այդ բացարկների հիմքերները առկա են։ Պատճառաբանական մասը չունեք, չէ՞ դեռ։ Չէ, միայն բան ունենք, քաղվածք ունենք։ Այսպես ասեմ, ինչպես արդեն նշել, հանցագործություն չկա։ Չկա այդ հանցագործություն կոչվածը չկա։ Այդ բարույթը կավարտվի, դատականիստի ձայնագրությունը կրապարակայնացնենք, այս իրավական խայտառակությունը դատավորի մասնագիտական եւ ոչ անկախ եւ ոչ պրոֆեսիոնալ վիճակը ասած ակնհայտ կլինի, մասնագիտական խայտառակությունը դատականիստին տեղ ունենալու միանշանակ։ Իսկ հետո արդեն որոշումը կլինի, որոշման բովանդակությունից կխոսենք։ Հայաստանի էլեկտրական ցանցերի պետականացումը չի լինի մի փուլով, բայց ակնհայտ է, որ պետությունը շատ արագ պետք է դրա կառավարումն իր ձեռքը վերցնի։ Կառավարության նիստում վարչապետ Փաշինյանն է հայտարարել։ Նա նաև նշել է, որ պետակացման համար անհրաժեշտ առաջին քայլերը, որոնք նախ օրենսդրական փոփոխությունների հետ են կապված, խորհրդարանը կքննարկի արտահերթ նիստով։ Որևէ սցենարով էլ որ մենք գնանք, մենք մի X պահի պետք է ապահովենք Հայաստանի էլեկտրական ցանցեր Փակ բաժնետիրական ընկերության բաժնետորմսերի ազատ բաժանորդագրության հնարավորությունը, ընդ որում նաև մեր այս ընթացքի փորձը հաշվի առնելով պետք է այնպիսի երաշխիքներ ստանանք, որ Հայաստանի քաղաքացիները ոչ թե կամ առնվազն ոչ միայն ընկերությունները, ոչ միայն կորպորացիաները, այլև քաղաքացիները իրենց խնայողությունները հնարավորություն ունենան ներդնել, այսինքն բաժնետոմսեր ձեռք բերել։ Ակնհայտ դարձավ, թե ովքեր են բախումներ հրահրում մայրաթոռում, տեսնելով, որ իրավապահները սադրանքների չեն տրվում, իրենց մեջ անցան բռունցքների, գրել է Փաշինյանը։ Բախումներ չեն լինելու, հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հավատավոր հոտը իր սրբության սրբոցը մայրաթոռը քրիստոնեաբար ազատելու է եւ վեհարանը հանձնելու է վեհի, նշել է նա։ Մայրաթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի արդյունքում ընդունվել է հայտարարություն, որում մասնավորապես նշվում է, որ Մայրաթոռ Սուրբ Էջմիածինը խորը մտահոգություն է արտահայտում Տեր Բագրատ arczepiskopos Գալստանյանի եւ իր համախոհների նկատմամբ իրավապահ մարմինների ձեռնարկած գործողությունների եւ նրանց մեղսագործ ծանր մեղադրանքների կապակցությամբ։ Քննչական կոմիտեն լուսանկարներ է հրապարակել, ըստ իրավապահների հանցավոր խմբի ղեկավարների եւ մասնակիցների բնակարաններում խուզարկությամբ հայտնաբերվել են հանցագործության համար նախատեսված մեծաքանակ առարկաներ եւ իրեր։ Փաշինյանի Թուրքիա կատարած այցը անցել է դրական մթնոլորտում։ Արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը հայտնել է, որ քննարկվել են երկկողմ հարաբերություններ, ինչպես նաև տարածաշրջանային եւ մերձավոր արևելքի հարցեր։ Կողմերը վերահաստատել են երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար ցամաքային սահմանի բացման պայմանավորվածությունը։ Կոստանյանը հերքել է, որ Էրդողանն օրակարգային հարց է դարձրել ադրբեջանցիների Հայաստան տեղափոխվելու թեման։ Քննարկվել են նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման եւ տրանսպորտային կոմունիկացիաների բացման հարցեր։ Թուրքիան դրական է գնահատել Հայաստանի խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը, նշելով, որ Երևանը հանդես է գալիս կառուցողական մոտեցմամբ։ Ռուսաստանը ակտիվ կապի մեջ է Հայաստանի հետ, մասնավորապես Սամվել Կարապետյանի ձերբակալության հարցով։ Մոսկվան ընդգծում է, որ Հայաստանի ներքին գործերն են հեղաշրջման փորձի կանխումը եւ աջակցում է օրենքի գերակայությանը, երկրի կայունությունն ու բարեկամական հարաբերությունների պահպանումը։ Ռուսաստանը հույս է հայտնում, որ տարածաշրջանում նոր սրացումներ չեն լինի եւ պատրաստ է աջակցել խաղաղության պայմանագրի ստորագրմանը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Իրանի գերագույն առաջնորդը Իսրայելի հետ հակամարտության ավարտից հետո հանդես է եկել առաջին հայտարարությամբ X սոցիալական ցանցում շնորհավորելով ժողովրդին սիոնիստական կեղծ ռեժիմի դեմ տարած հաղթանակի կապակցությամբ։ Հայտարարությունն արվել է նաև Ամերիկայի կողմից իրանական միջուկային օբյեկտների ռմբակոծությունից հետո։
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Լավրովը հայտարարել է, որ իրանցի ռազմական առաջնորդների եւ գիտնականների սպանությունները վտանգում են զանգվածային ոչնչացման զենքի չտարածման ռեժիմը։ Նա ընդգծել է, որ միջազգային իրավունքը չի խրախուսում ուժի կանխարգելիչ կիրառումը ոչ ագրեսիվ պետության դեմ։ Լավրովը նաեւ անդրադարձել է Իրանի եւ Իսրայելի միջև հնարավոր հրադադարին, նշելով, որ դեռ վաղ է եզրակացություններ անել, սակայն Ռուսաստանը աջակցում է խաղաղությանն ուղղված ցանկացած համաձայնության։ Ուկրաինայի Սումի մարզը ենթարկվել է ռուսական անօդաչու թռչող սարքերի հարձակման։ Կան զոհեր, նրանց թիվը հասնում է 1 տասնյակի, բնակավայրում տներ են ավերվել ու վնասվել, հարվածներից հետո հրդեհ է բռնկվել։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են 97 գրոհային անօդաչու թռչող սարքերից 78-ը, որոնք ռուսական բանակը օգտագործել է Ուկրաինային հարվածելու համար։ Հաագայում կայացած հանդիպման ընթացքում Ուկրաինայի նախագահ Զելենսկին եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անդրադարձել են Ուկրաինայում հրադադարի հաստատման եւ կայուն խաղաղության հաստատման հնարավորություններին։ Ըստ Զելենսկու հանդիպումը եղել է երկարատև եւ բովանդակային։ Քննարկվել են մի շարք առանցքային հարցեր, որոնք առնչվել են Ուկրաինայի անվտանգությանն ու բնակչության պաշտպանությանը։ Զելենսկին իր գնահատանքն է հայտնել Միացյալ Նահանգներին խաղաղ գործընթացին աջակցելու պատրաստակամության համար։ Վառելիքի լիցքավորման մի քանի րոպեն կարող է վճռական լինել։ Բենզալցակայաններն ու գազալցակայանները համարվում են բարձր ռիսկայնության օբյեկտներ, բայց որքան են պահպանում անվտանգության կանոնները, ովքեր են վերահսկում, ինչ հետևանքներ են լինում խախտումների դեպքում, եւ ամենակարևորը հնարավոր է կանխել պայթյունները, որոնք պարբերաբար կրկնվում են նոր վերնագրերով։ Ոլորտի մասնագետները դժգոհ են, ասում են, դեպքերը կրկնվում են, վերահսկողություն ըստ էության չկա։ Ցավոք սրտի ամեն դեպքից հետո բացանում է աղմուկ, բայց աղմուկից անմիջապես հետո շուկայում պատկերը չի փոխվում։ Բոլորը պողավորներ են փնտրում առանց գիտակցելու մի բան, որ այստեղ պարզապես իրողական մոտեցումներով հնարավոր չէ արդեն լուծում տալ։ Գեղարքունիքի մարզի լցակայաններից մեկում էլ օրեր առաջ էր նույն լցակայանում երկրորդ պայթյունը եղել։ Սակայն տեսչական մարմինը վստահեցնում է, որ իրենք կասեցնում են բոլոր վտանգավոր օբյեկտների գործունեությունը, թեպետ պնդում են, որ վերահսկողությունն ուժեղացված է, դեպքերի վիճակագրությունը շարունակում է մտահոգիչ մնալ։ Ըստ պաշտոնական տվյալների վերջին 1.5 տարվա ընթացքում ստուգվել է շուրջ 252 գազալցակայան եւ բենզալցակայան, որոնցից միայն 69 են վերագործարկվել խնդիրները վերացնելուց հետո։ Այս ընթացքում արդեն իսկ ունենք համայնքների հետ համատեղ աշխատանքի ու նաև հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ աշխատանքի արդյունքում քանդված 65 գազա-բենզալցակայան կամ նավթամթերքի պահեստարան։ Ոչ բոլոր խախտումներն են տեխնիկապես շտկելի, օրինակ, եթե պահեստարաններն արդեն կառուցվել են վերգետնյա եւ տնտեսվարողն ի վիճակի չէ դրանք ստորգետնյա դարձնել, այս դեպքում արդեն որոշում են լցակայանն ապամոնտաժել։ Փորձագետները սակայն պնդում են այժմ իրականացվող կանխարգելիչ միջոցառումները հեռու են խնդրի իրական լուծումից, ընդամենը փոքր քայլեր են մեծ խնդրի կողքին։ Հարկավոր է, որ պատկան կառույցները ոչ թե պարզապես խոսեն, առանց պրոֆեսիոնալ մոտեցումների լուծումներ փնտրեն, այլ խորքային հասկանան խնդիրը։ Մասնագետներին նաև անհանգստացնում է գազաբալոնների ստուգաչափման հարցը, այստեղ մեխանիզմի ակնհայտ խնդիր են տեսնում։ Այնպիսի մեխանիզմներ ներդրեցին, որ բոլորի համար պարզ դարձավ, որ մենք ունենալու ենք ոչ թե ստուգաչափում, այլ ունենալու ենք թղթի վաճառք ստուգաչափում, այսինքն իրականում բալոններ առանց ստուգվելու ունենալու են այդ թղթի կտորը իբրև թե ստուգված է։ Փորձագետները նշում են, քանի դեռ չկա համապատասխան գնահատական հասկանալու թե որ դեպքերն են եղել գազաբալոնի եւ որ դեպքերը գազալցակայանի մեղավորությամբ, չի կարելի տալ ընդհանուր գնահատական։ Սակայն մի բան ակնհայտ է, պայթյունները չեն սկսվում հանկարծակի։ Լիցքավորումից առաջ, օրինակ, քանի վարորդի են հարցնում, ուր է գազաբալոնի շահագործման թույլտվությունը։ Հայաստանում թմրանյութերի օգտագործման խնդիրը չի շրջանցել նաև ուժային համակարգը։ Վերջին 5 տարիներին տասնյակ ոստիկաններ ազատվել են ծառայությունից հենց թմրամիջոցների գործածման պատճառով։ 2020-ից մինչև 25-ը ծառայությունից ազատվել է առնվազն 53 ոստիկան թմրամիջոց օգտագործելու, ապօրինի շրջանառության կամ փորձաքննությունից հրաժարվելու հիմնավորմամբ։ Միայն 2024-ին ըստ մամուլի ոստիկանության 18 ծառայող ազատվել է աշխատանքից։ Թմրամիջոցները, այսպես ասած, համաճարակը տարածվել է փաստորեն նաև ուժային կառույցներում,
որը իհարկե բնական էր, որովհետև ուժային կառույցներում աշխատող մարդիկ նույնպես երբեմն կարող են գործածել թմրամիջոցներ։ Անմասն չմնալ ընդհանուր տենդենսից, այսպես ասած, որը իհարկե շատ ցավալի է։ Փորձագետների խոսքով ոլորտում առկա խնդրի պատճառներից մեկն այն է, որ համակարգում նարկոլոգիական թեստավորումը ոչ պարբերական է եղել։ Միայն տարիներ առաջ են որոշ ստորաբաժանումների ոստիկաններին ստուգել։ Նկատում են, թեև այժմ որոշակի վերահսկողություն է իրականացվում, ծառայության անցնելուց կամ ատեստավորումից առաջ, սակայն դա բավարար չէ։ Ոստիկանությունում ծառայության անցնելիս տվյալ անձը անցնում է համապատասխան բժշկական ստուգումներ, ինչի ընթացքում ստուգվում է նաև նրա հաշվառված լինելու փաստը նարկոլոգիական կենտրոնում կամ հոգեբուժարանում։ Բացի այդ, ատեստացիայի ընթացքում ծառայողները հանձնում են համապատասխան թեստեր։ Թմրանյութերի օգտագործումը ըստ վիճակագրության ամենաշատը արձանագրվել է կրտսեր խմբի ծառայողների շրջանում, 32 ազատում կրտսեր տեսուչների, ոստիկանների եւ ավագ ոստիկանների շարքից։ Այստեղ ճակերտավոր առաջատար են նաև պարեկային ծառայությունն ու ոստիկանության զորքերը։ Հատկապես ուժային կառույցներում, իրավապահ մարմիններում աշխատակիցների կողմից թմրամիջոցների գործածումը ուղղակի անթույլատրելի է, բայց մենք միշտ նշել ենք, շեշտել ենք, որ թմրամիջոցների դեմ պայքարի լավագույն միջոցը հիմնավոր գիտելիքների տրամադրումն է ազգաբնակչությանը։ Այս տարվա առաջին 5 ամսվա ընթացքում ներքին գործերի ոստիկանության 8 ծառայող է ազատվել աշխատանքից թմրանյութեր օգտագործելու համար։ Սա ըստ մասնագետների ոլորտում առկա վերահսկողության բացի մասին է վկայում։ Թմրամիջոց գործածող ոստիկանը չի կարող թմրամիջոցների դեմ էֆեկտիվորեն պայքարել, դա միանշանակ է։ Վերջերս շաբաթներ առաջ հաստատվեց թմրամիջոցների դեմ պայքարի 2025-2027 թվականների ազգային ռազմավարությունը, որոնք վերաբերել են նաև իրավապահ մարմիններին եւ իրավապահ մարմինների շրջանում թմրամիջոցների գործածման կանխարգելման միջոցառումներին։ Թմրամիջոցների դեմ պայքարի այս ծրագրի հետ մասնագետները հույսեր են կապում։ Այն օրերս գործադիրը հաստատեց, ասում են գուցե վերահսկողության մեխանիզմները նպաստեն խնդրի լուծմանը եւ ամփոփում հասարակությունը պետք է վստահ լինի, որ օրենքը պահողն ինքը օրինապահ է։ 52,160 քաղաքացի այս պահին նույնականացման նույն ID քարտ ստանալու իր հերթին է սպասում։ Մեծ մասը 40,645-ը Երևանում, տվյալները ներքին գործերի նախարարությունն է փոխանցել։ Ընդհանուր առմամբ մինչև այս պահը, այսինքն տարվա առաջին կիսամյակում 131,104 քաղաքացի է դիմել նույնականացման քարտ ստանալու համար։ Պատասխանատու կառույցը տպագրել է 120,066-ը։ Ստացվում է, որ կես տարվա ցուցանիշն արդեն գրեթե հավասարվում է նախորդ 2024-ի ամբողջ տարվա տվյալին։ Այդ տարում ճիշտ 161,000 ID են ստացել քաղաքացիները, ինչն էլ իր հերթին 2.5 անգամ գերազանցում է նախորդ 2023-ի ցուցանիշը։ Անձնակցի ժամկետը լրանում է, ուզում է դիմի անձնակցի, ասում են 2 ամսից նոր կաս։ Այսինքն փաստացի թողում են Հայաստանի Հանրապետության քաղաքացին անձնակից չունենա։ Իհարկե նորմալ։ Հակառակ կողմից Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունից տեղեկանում ենք, որ ուսումնասիրել են բազմաթիվ օնլայն դիմումներ ու հայտնաբերել, որ օրինակ վավեր նույնականացման քարտ ունեցող քաղաքացիները եւս նույնականացման քարտ ստանալու դիմումատուների շարքում են, ել չասած, որ տպագրվածներ էլ կան տարիներով մնում են անձնագրայիններում։ Այնուամենայնիվ փորձագետի կարծիքով հատկապես այս տարի, երբ հայտագրման համակարգը պետք է գործարկվեր, իսկ օրինակ այդ համակարգ մուտք գործելու համար չկա այլընտրանք, առնվազն հնարավոր էր ենթադրել, որ նույնականացման քարտերի ստացման պահանջարկը մեծանալու է, ու երբ աչքիդ առաջ ամիսներով չկառավարվող հերթերի փորձ կա, չգործելը հենց այս վիճակին է վերաբերում, կրկնում է 52,160 քաղաքացի է սպասում։ Սա հերթական անգամ գալիս է փաստելու, որ գործադիրում ոչ միայն շատ դեպքերում միտումնավոր չեն անում դրական քայլեր, այլ որոշ դեպքերում պարզապես մասնագիտական կարողությունները տարական տրամաբանությունը չի բավականացնում։ Անձնագրայիններում հերթերը կթոթափվեն, ներքին գործերի նախարարն է վստահեցնում, 2 նոր տպագրական սարքերի լազերային համակարգ են գնել, գործընթացը կարագացնեն։ Եթե այսօրվա կտրվածքով նայենք, օրական շուրջ 1000 նույնականացման քարտի սպասարկում կարող ենք ունենալ, բայց այս թիվը արդեն իսկ ենթակա է լինելու կրկնապատկման։ Նույնականացման ID քարտ ստանալու համար հիշենք նաև, որ կարգավորմամբ անհրաժեշտ է մուտք գործել migration.gov.am կայք, ընտրել ազատ օրն ու ժամը, մոտենալ սպասարկման։ Սա պարտադիր է Երևանի համար, իսկ մարզերում կենթանի հերթ կա։ Հայկական ծիրանը պահանջված է արտերկրում, մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունում։ Էկոնոմիկայի նախարարը ներկայացրեց, արձանագրեց ու 2 օր անընդմեջ նոր տվյալներ փոխանցեց։ Ծիրանի արտահանման հետ կապված խնդիրներ չկան։
Այս տարվա հունիսի 1-ից հունիսի 23-ը ՀՀ-ից Ծիրանով բեռնված 502 բեռնատար արդեն իսկ հատել է Ռուսաստանի Դաշնության մաքսային սահմանը։ Միայն վերջին 3 օրում Ծիրանով բեռնված 136 բեռնատար մտել է Ռուսաստանի Դաշնություն։ Միայն հունիսի 24-ին Հայաստանից Ծիրանով բեռնված 96 բեռնատար մտել է ՌԴ։ Ընդհանուր առմամբ հունիսի 1-ից մինչև 24-ը մեր Ծիրանով բեռնված 598 մեքենա հատել է ՌԴ մաքսային սահմանը։ Սա լավ արդյունք է, թե ոչ, հարցը համեմատության մեջ է պետք դիտարկել լիարժեք պատկերացում ստանալու համար։ Ի պատասխան Panorama AM-ի էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Լիլիթ Շաբոյանը ներկայացրել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից Իրանի արտահանման ծավալների հետ համեմատական վիճակագրություն։ Համաձայն ՍԱՏՄ-ի կողմից ներկայացված օպերատիվ տեղեկության Հայաստանի Հանրապետությունից 2025 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 22-ն ընկած ժամանակահատվածում արտահանվել է 13507 տոննա ծիրան, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է շուրջ 18.8%-ով։ 2024 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 22-ը ծիրանի արտահանման ծավալը կազմել է 10977.3 տոննա։ Պաշտոնական մակարդակով արված հայտարարություններն էլ են փաստում այս տարի ծիրանի արտահանումը նվազել է։ Ավելի վաղ արտահանողներն էին հայտարարում, որ սահմանին իրենց արգելքի ժամանակ պատճառաբանում էին, թե ծիրանի մեջ D-վիտամինն է քիչ, հիմնատախտակների վրա կնիկ չկա եւ այլն։ Ծիրանով բեռնված որոշ բեռնատարներ վերին Լարսի անցակետից հետ են ուղարկվել փաստաթղթային խնդիրների պատճառով։ Էկոնոմիկայի նախարարությունից վստահեցնում էին, քիչ թիվ են կազմում հետ ուղարկված մեքենաները։ Նախորդ տարի օրինակ նման խնդիր չի եղել։ Մեր ծիրանն արտահանվել է Ռուսաստան, Բելարուս, Վրաստան, Ղազախստան եւ Արաբական Միացյալ Էմիրություններ։ Ըստ մարզպետարանից ստացված օպերատիվ տեղեկատվության 2024 թվականի հուլիսի 15-ի դրությամբ Հայաստանում հավաքվել է շուրջ 64531 տոննա ծիրան։ 2024 թվականի հուլիսի 18-ի դրությամբ արտահանվել է 29187 տոննա ծիրան։ Այս տարվա հուլիսի տվյալներին դեռ սպասել է պետք, իսկ մինչ այդ գյուղական համայնքներից է նահազանգում։ Ծիրանը մնացել է ծառերի վրա, այգետերերը չեն հավաքում, հույս չունեն, որ արտահանվելու է, քամին է թափում ցած։